Քոչարի ազգային վերացնունդ եւ ազգային զարթոնք կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցն է, զեկուցող Տիկին Մարկոսյանը, համեցեք Տիկին Մարկոսյան։ Ուսումնասիրելով Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթը, թերի լրացած փաստաթղթերը տրամադրելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը 57 որոշմամբ տրամադրել է Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությանը 48 ժամ բաց թողնված փաստաթղթերը լրացնելու համար։ Այդ ժամկետը լրացել է մայիսի 2-ին 18:00-ին, դրա արդյունքում Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության դիմումուն կից ներկայացված փաստաթղթերում հերթական համար 79 Արայիկ Վարդանի Պետրոսյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայում է ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, այսինքն ամբողջական փաստաթղթերի փաթեթը, ուստի առաջարկում են որոշման նախագիծ, որ կետերը որ հերթական համարներ 79, ես երևի վերջից սկսեցի սկսել դրա համար։ Ուստի առաջարկում են որոշման նախագիծ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ընտրական ցուցակի 79-րդ հերթական համարում ընդգրկված падգամավորի թեկնածու Արայիկ Վարդանի Պետրոսյանի գրանցումը մերժել, սույն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից, սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացույցային 3 օրվա ընթացքում։ Հարգելի գործընկերներ, Տիկին Մարկոսյանը ներկայացրեց առարկությունը, այն է Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ընտրական ցուցակի 79-րդ հերթական համարում գրկված падգամավորի թեկնածու Արայիկ Վարդանի Պետրոսյանի գրանցումը մերժելու վերաբերյալ այլ հարցեր կան, զեկուցողին չկան։ Այդ դեպքում հարգելի գործընկերներ, առաջարկությունը ներկայացնում եմ քվեարկության, ովքեր են կողմ առարկության հաստատմանը։ Կողմ 6 առարկություն ընդունված է եւ Արայիկ Վարդանի Պետրոսյանի գրանցումը մերժված։ Շարունակեք Տիկին Մարկոսյան։ Քանի որ վերջից սկսեցի, ես նվազման կարգով գնամ, հաջորդ առարկությունը դա վերաբերում է Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ցուցակում հերթական համարը 70 Սուսաննա Միշիկի Երեմյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը։ Քանի որ բացակայում է ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը, առաջարկում եմ որոշման նախագիծ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ընտրական ցուցակի 70 հերթական համարում ընդգրկված падգամավորի թեկնածու Սուսաննա Միշիկի Երեմյանի գրանցումը մերժել։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից, սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան 3 օրացույցային օրվա ընթացքում։ Տիկին Մարկոսյան, զուտ ֆորմալության համար դուք առարկում եք Այո, առարկում եմ Սուսաննա Միշիկի Երեմյանի գրանցումը։ Հարգելի գործընկերներ, Տիկին Մարկոսյանը ներկայացրեց առարկումը, որի հիման վրա նաև որոշումը մենք պիտի կայացնենք, քանի ընտրական օրենսգիրքը պահանջում է առարկությունը դրենք քվեարկության, ովքեր են կողմ Տիկին Մարկոսյանի ներկայացրած առարկության ընդունմանը կողմ 6 առարկություն ընդունված է եւ Սուսաննա Միշիկի Երեմյանի գրանցումը մերժված։ Շարունակեք Տիկին Մարկոսյան։ Հաջորդ առարկությունը վերաբերում է Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ցուցակային համարը 62 Սարգիս Հայկազոնի Սարգսյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը, կուսակցությանը տրամադրվել է 48 ժամ, կուսակցությունը չի լրացրել բաց թողած փաստաթուղթը, ենթակա է մերժման, քանի որ բացակայում է ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը, առաջարկում են որոշման նախագիծ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ընտրական ցուցակի 62-րդ հերթական համարում ընդգրկված падգամավորի թեկնածու Սարգիս Հայկազոնու Սարգսյանի գրանցումը մերժել, սույն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից, սույն որոշումը կարող է բողոքարկվել
Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացույցային 3 օրվա ընթացքում։ Հարգելի գործընկերներ, Տիկին Մարկոսյանը ներկայացրեց առարկությունը, այն է Հայկազնի Սարգսյանի գրանցումը մերժելու վերաբերյալ, ովքեր են կողմ Տիկին Մարկոսյանի առարկությունը հաստատելու կողմ 6 առարկությունը ընդունված է եւ Հայկազնի Սարգսյանի գրանցումը մերժված։ Շարունակեք։ Հաջորդ առարկությունը վերաբերում է Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ցուցակային համարը 51-րդ Մարինե Վիլյամսի Այրումյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայում է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, քանի որ բացակայում է Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված փաստաթուղթը, ուստի առաջարկում եմ որոշման նախագիծ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ընտրական ցուցակի 51-րդ հերթական համարում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մարինե Վիլյամսի Այրումյանի գրանցումը մերժել, սույն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից, սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացույցային 3 օրվա ընթացքում։ Հարգելի գործընկերներ, Տիկին Մարկոսյանը ներկայացրեց առարկությունը, այս դեպքում Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ընտրական ցուցակի 51-րդ հերթական համարում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մարինե Վիլյամսի Այրումյանի գրանցման մերժման մասին է։ Հարգելի գործընկերներ, առարկությունը ներկայացնում քվեարկության, ովքեր են կողմ առարկության հաստատմանը, կողմ 6 կողմ առարկությունը ընդունված է եւ Մարինե Վիլյամսի Այրումյանի գրանցումը մերժված։ Շարունակեք։ Վերոնշյալ ուղղումները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով կատարելուց հետո առաջարկում եմ Քոչարի ազգային զարթոնք եւ ներողություն վերածնունդ եւ ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք ներողություն եմ խնդրում կուսակցությանը գրանցել։ Հարգելի գործընկերներ, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության գրանցման հետ կապված առարկություններ կան, չկան, այդ դեպքում ընտրական օրենսգրքի համաձայն Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը եւս համարվում է գրանցված, քանի որ գրանցումը տեղի ունեն առանց քվեարկության։